Սենց բան միայն Հոլանդիայում կարա լինի։ Անցնում ենք Ծաղկավաճառի մոտով Էլիսի հետ, Անիի հետ, ու արդեն փակվում էին։ Այս ամբողջը մեզ նվեր տվեցին, այնպես չի որ փչացած է, նայեք, ամբողջը առողջ վիճակում։ Չգիտեմ, ուղղակի խոսքեր չունեմ։ Զարմացած նայում մտածում եմ երևի կատակ անում, բայց չէ։ Հետաքրքիր էր, ժպիտ պարգևեց։ Ճիշտ ասած նայում էի, մտածում էի ծաղիկ վերցնեմ, բայց հետո մտածեցի տեղ չկա, վերցնելու, դնելու տեղ չկա, բայց դե փաստորեն կար, լավ էլ կար, հաճելի է, ինչ խոսք։ Այո, բարությունը սահմաններ չունի, կարող ես ինչ-որ մի բան անել ուղղակի դիմացինին ժպիտ պարգևելու համար։ Ծաղիկները երբեք քիչ չի լինում։ Ուրեմն ծաղիկների թեման շարունակում ենք, բարձրացանք ավտոբուս, կանայք նստած զարմացած նայում են ինձ, մանկասայլակի վրա 6 բուկետ ծաղիկ, սկսեցի բուկետները հերթով բաժանել մոտ նստած կանանց, հետո նայեցի չկային էլ հետևում նստածներ, մեկը չուզեց, ասեց չեմ ուզում, այն երկուսը շատ ուրախացան, 60 տարեկանին մոտ կանայք էին, շատ ուրախացան, ասեցի ես էլ եմ նվեր ստացել ու նվիրում եմ ձեզ սրտանց, հիմա ճանապարհին որոշեցի, որ գնում ենք մնացած բուկետները հերթով հարևաններիս բաժանելով կբարձրանանք։ Մի տեսակ հետաքրքիր զգացողություն է, երբ որ նվեր ես ստանում, ուրախանում ես, բայց նվեր տալուց ես ավելի շատ եմ ուրախանում, չգիտեմ ում մոտ է այդպես, ես երբ որ մեկին նվեր եմ տալիս ու տեսնում եմ իր աչքերի փայլը, մի տեսակ դրանից ավելի շատ ես ուրախանում։ Մի խոսքով ցանկանում եմ նման նվերներ շատ ստանաք եւ հնարավորություն ունենաք շատ նվերներ տալու։